Ինչու նոր տարվա նախաշեմին անսպասելիորեն ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց ավելի քան կես տարի բանտարկված մեր ձևով շարժման առաջնորդ միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Նախկին ՔՊ-ական դատավոր Սարգիս Պետրոսյանը միլիարդատիրոջ համար տնային կալանք սահմանեց, ինչպես նաև 4 միլիարդ դրամի, այսինքն ավելի քան 10 միլիոն դոլարի գրավ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ, ինչպես Սամվել Կարապետյանի կալանավորումն էր քաղաքական, այնպես էլ նրա խափանման միջոցի փոփոխությունը։ Բադալյանի խոսքով այս որոշումը կարող է ունենալ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրդապատճառներ։ Хотел бы еще раз вас поприветствовать. Վերլուծաբանը չի բացառում, որ Ռուսաստանաբնակ միլիարդատեր գործարարի խափանման միջոցի փոփոխության հարցը քննարկված լինի անցած տարվա վերջին Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում։ Իհարկե որևէ պատճառ չենք կարող բացառել, թե ինչու եւ ինչպես Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց տարեմուտի հենց շեմի եւ այդ թվում բնականաբար այն, որ թեման կարող է քննարկված լինել Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան կատարած այցի ընթացքում։ Նկատի ունեք Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում չեք բացառում, որ քննարկված լինի նաև Սամվել Կարապետյանի ազատ արձակման հարցը։ Հավանաբար, այսինքն ես չեմ կարող ասել, որ հաստատապես քննարկվել է եւ Ռուսաստանն է ակնկալել, որպեսզի լինի այդ որոշումը, բայց կրկնեմ որևէ քաղաքական ասպեկտ բացառելի չէ իհարկե, բայց մի բան է անկասկած, որ ինչպես կալանավորումն է եղել քաղաքական որոշում, այդպես էլ չէ կարող քաղաքական որոշում չլինել նրա կալանքից ազատելը, տվյալ պարագայում իհարկե ընդհանրապես խափանման միջոցի փոփոխությունը։ Եթե Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխությունը քաղաքական էր, ինչպես նշում է վերլուծաբանը, ապա ինչ է շահում քաղաքական իշխանությունը նրան ազատ արձակելով։ Եթե քաղաքականություն մտած միլիարդատեր գործարարը վտանգ է ներկայացնում իշխանության համար, ապա արդյոք նրան տանը պահելով այդ վտանգը կվերանա։ Բադալյանն ասում է, որ հազիվ թե այդ վտանգը չեզոքանար նրան բանտում պահելով։ Հակառակը բանտում գտնվելը կարող է ավելի բոնուսային լինել ցանկացած քաղաքական գործչի, այդ թվում Սամվել Կարապետյանի համար։ Հետևաբար քաղաքական որոշումը կայացվել է ոչ այնքան վտանգի աստիճանից ելնելով, այլ քաղաքական ամենատարբեր հաշվարկների արդյունքում։ Իդեպ քաղաքական մեկնաբանի կարծիքով Սամվել Կարապետյանը նաև ինքը հանրությանը պետք է պարզաբանի իր խափանման միջոցը փոխելու որոշման պատճառները եւ փարատի գոյություն ունեցող կասկածները, որ սա իշխանության հետ որոշակի գործարքի հետևանք չէ։ Նույն տրամաբանության մեջ իհարկե տարբեր հասարակական շրջանակներ նաև այստեղ ինչ որ պայմանավորվածությունների հնարավորություն են տեսնում, թե ինչու օրինակ ոչ մի այսպես նշանային քաղաքաբանտարկյալի քաղաքական առումով հետապնդվող նշանային գործչի մասով ոչ մի փոփոխություն չեղավ խափանման միջոցի, իսկ օրինակ Սամվել Կարապետյանի մասով եղավ։ Այդ տեսանկյունից այսպիսի փոփոխությունը նույնիսկ ինչ որ իմաստով մարտահրավեր է Կարապետյանին հասարակությանը բացատրել, որ սա որևէ կերպ գործարք չէ քաղաքական իշխանության հետ եւ չի կարող որևէ կերպ գործարք լինել քաղաքական իշխանության հետ, այսինքն այս բացատրման խնդիրը Կարապետյանը ունի եւ այդ խնդիրը պետք է կարողանա լուծել մեր ձևով շարժման միջոցով։ Ի տարբերություն Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի Բագրատ եւ Արշակ Սրբազանները 2026-ը դիմավորեցին ԱԱԾ խցում, Միքայել Սրբազանը հիվանդասենյակում։ Արշակ Սրբազանին հենց երեկ ԱԱԾ-ում տեսակցած փաստաբան Ռուբեն Մելիքյանը պատմեց, որ սրբազանները լավ են։ Բնականաբար խցում նոր տարին նշելու հնարավորությունները սահմանափակ են։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը նաև Սուրբ Ծննդյան պահքն է, այնպես որ արքեպիսկոպոսները այս շրջանում նաև պահքի մեջ են։ Երեկ եմ այցելել Արշակ Սրբազանին, տրամադրությունները լավ են, նա հարցուփորձեր ինձ անում թե ինչպես է անցել նոր տարին Մայրաթոռում, շատ ուրախացավ, որ իմացավ, որ շատ մարդաշատ է եղել, չնայած Արադյանը։ Իշխանության սուր քննադատության թիրախում հայտնված Արշակ Սրբազանը, որ մեկ ամիս առաջ կալանավորվեց եւ մեղադրվում է դեռևս 2018-ին մի քաղաքացու պայուսակում թմրամիջոց դնելու համար, Բագրատ Սրբազանի հետ գտնվում է ԱԱԾ միևնույն խցում։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը Արշակ Սրբազանի խափանման միջոցի վերաբերյալ իր որոշումը կհրապարակի հունվարի 5-ին։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը, որ այսօր է պատրաստվում տեսակցել Բագրատ արքեպիսկոպոսին, նշում է, որ ապօրինաբար կալանքի տակ պահվող Սրբազանի խափանման միջոցի վերաբերյալ իրենց բոլոր 3 բողոքներն էլ մերժվել են։ Բագրատ Սրբազանը ահաբեկչության մեղադրանքով շուրջ 7 ամիս կալանավորված է։ Մինչ պաշտպանները պայքարում են սրբազանների ազատության համար, Մայրաթոռի արքեպիսկոպոսները Կիրակնօրյա պատարակների մասնակցելու իրենց իրավունքը իրացնում են հենց ԱԱԾ-ում։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը պատմեց, որ խցում շարժական վեմքար է տեղադրվում եւ հոգեվորական հրավիրվում։ Իմ տեղեկությամբ յուրաքանչյուր Կիրակի այդտեղ հնարավորություն է տրված պատարակ կազմակերպել, հոգեվորական է այցելում եւ շարժական սեղանով
Բեմքար է կոչվում, շարժական սեղանով մատուցվում է պատարակ։ Հենց խցում, հենց իրենց խցում։ Իմ տեղեկությամբ հենց խցում։ Մինչ Իզմիրյան բժշկական կենտրոն տեղափոխվել է Արշակ եւ Բագրատ սրբազանների հետ, միևնույն խցում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։ Ինձ հանդարտ տրվեք։ Ես բանկում եմ, անազատության մեջ էլ ազատ եմ, ուրախ եմ, փառք Աստծո։ Ողջույն ողոր քրիստոնյա է։ Իշխանությունը զավթելու կոչի համար Առաջինատյանի դատարանի կողմից 2 տարվա ազատազրկման դատապարտված Աջապահյանը նախորդ տարվա վերջին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց Իզմիրյան բժշկական կենտրոն, որտեղ էլ վիրահատության ենթարկվեց։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանն այսօր ազատությանը փոխանցեց, որ սրբազանը դեռ հիվանդանոցում է, նա շարունակում է հետվիրահատական բուժումները։ Պաշտպանի խոսքով սրբազանին այժմ խնամում է եղբոր տղան։ Այնքան բավարար չի, որ հետ տանենք հրակատարողական հիմնարկ, հիմա պիտի շարունակեմ բուժումները։ Միքայել Աջապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, պահանջելով արդարացնել սրբազանին եւ անհապաղ ազատ արձակել։ Դատական նիստը նշանակված է հունվարի 13-ին։